ԱՄՆ-ում կյանքից անժամանակ հեռացել է դերասան Լևոն Տեր-Պետրոսյանը։ Այս մասին հրապարակումով էին հանդես եկել մի շարք հայտնիներ արտահայտելով իրենց ցավը, ափսոսանքը ստեղծված իրավիճակի շուրջ։ Երգչուհի Լիլիթ Կարապետյանը հրապարակել է համատեղ կադրեր այդպիսով ևս արտահայտել իր զգացած ցավը։ Անտանելի ցավ է, չեմ ուզում հավատալ։ Իմ բարի, մաքուր, համեստ լյովս, գրել է Լիլիթ Կարապետյանը իրենց համատեղ լուսանկարին կից, որտեղ նրանք երկուսով միմյանց գրկան խառնված են։ Ռաֆայել Երանոսյանը հրապարակելով Լևոն Տեր-Պետրոսյանի հետ համատեղ լուսանկար գրել է. «Ախպերս կհանդիպենք, լյովս, հանգչիր խաղաղությամբ»։ Արամ MP3-ը տարածել է համատեղ մի քանի լուսանկար և գրել. «Ընկեր կորցնելը շատ ծանր բան է, մտքերս մշուշոտ են իրականության հետ, չեմ կարողանում ոչ մի կերպ հաշտվել, լյով ջան, փիղ ջան, ամենամեծ ու բարի սիրտ ունեցող ախպեր ջան, շատ եմ քեզ կարոտելու»։ Դերասան Վաչե Թովմասյանը տարածելով լուսանկարները գրել է. «Քեզ կորցնելը թվում է անիրական, սա ավելի շատ է ցավեցնում, քան կարող եմ բառերով նկարագրել»։ Դերասան պրոդյուսեր Արմեն Պետրոսյանը գրել է. «Հանգչիր խաղաղությամբ, լյով ջան, ցավակցում ենք սիրված արտիստի ընտանիքին և հարազատներին»։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Վերջինս բանակում հեռուստասերիալից հայտնի Գոռ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ Նա երգում էր ակումբներից մեկում, ցանկանում էր իր տեսահոլովակը նկարահանել էլ ավելի մեծ հայտնություն ձեռք բերելու համար, սակայն ինչպես հաղորդավարուհի Դինա Ակոպովնան է նշում, նրա մահն էլ նրան հայտնություն բերեց այնքանով, որ կայքերը միայն այդ ժամանակ անդրադարձան սիրված տղային։ Գագիկ Հարությունյանն ամուսնացած էր, երկու դուստրերի հայր։ Երեկ նրա ծննդյան տարեդարձն էր։ Գագիկ Հարությունյանի կինը հրապարակել է նրա մասնակցությամբ տեսանյութ ու գրել. «Մենք նշել ենք երեկ, այսօր ու կնշենք միշտ»։ Այդպիսով հուզիչ հրապարակումը նա կատարել է ինստագրամյան հարթակում։ Օրեր առաջ հայտնի դարձավ, որ կյանքից անժամանակ հեռացել է երգիչ Գագիկ Հարությունյանը։ Վերջինս բանակում սերիալից հայտնի Վարուժի Գոռ Հարությունյանի հարազատ եղբայրն է։ Գագիկ Հարությունյանը ելույթ էր ունենում հայաստանյան ակումբներից մեկում։ Նա ուներ մեծ սեր և հարգանք ընկերների շրջապատում։ Նրա մահից հետո տարբեր հայտնիներ հրապարակումներ են անում վերջինիս մասնակցությամբ, այդպիսով արտահայտելով իրենց ցավը երգչի կյանքից անժամանակ հեռանալու վերաբերյալ։ Գագիկ Հարությունյանի կինն ինստագրամյան հարթակում պարբերաբար հրապարակումներ է արել իր ամուսնու և դստեր մասնակցությամբ, այդպիսով նշելով, որ դստեր ամենամեծ սերը եղել է իր հայրը։ Իր դստեր կյանքի ամենակարևոր մարդը հայրն է։ Ավելի վաղ ներկայացրել էինք հայ հայտնիների հրապարակումները Գագիկ Հարությունյանի մասնակցությամբ։ Լիլիթ Կարապետյանը տարածելով երիտասարդ տղայի լուսանկարը գրել է. «Վաղ Գագ ջան, անհավատալի է»։ Հաղորդավարուհի Դինա Ակոպովնան տարածելով իր և Գագիկ Հարությունյանի համատեղ լուսանկարները գրել է. «Սիրտս ճաքեց Գագ, Գագ, լույսերի մեջ մնաս»։ Դերասանուհի Մարինկա Խաչատրյանը ևս ճանաչում էր երիտասարդին։ Համատեղ լուսանկարին կից դերասանուհին գրել է. «Կյանքը երբեմն անասելի ծանր է լինում, վատ լուրը վատ լուրի հետևից։ Գագ ջան, Աստված հոգիդ լուսավորի»։ Երգչուհի Դիանա Հարությունյանը տարածելով Գագիկ Հարությունյանի լուսանկարը գրել է. «Բառեր չկան ասելու, ուղղակի շատ անհավատալի ա ու ցավոտ։ Աստված թող լույսի մեջ պահի հոգիդ Գագ ջան»։ Երգչուհիներ Նարէ Գևորգյանն ու Նարէ Գրիգորյանը ևս տարածել են երիտասարդ տղայի լուսանկարն ու իրենց ցավը արտահայտել, նշելով, որ անհավատալի է այն, ինչ այսօր տեղի է ունեցել։ Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք. Կյանքից անժամանակ հեռացել է Գագիկ Հարությունյանն, ով մասնագիտությամբ երգիչ է։ Նա բանակում սերիալից հայտնի Վարուժի դերակատար Գոռ Հարությունյանի եղբայրն էր։ Գոռ Հարությունյանի եղբայրը կյանքից անժամանակ հեռացել է ինսուլտի պատճառով։ Այս մասին Live24 News-ին հայտնել են նրա մտերիմները։ Ավելի վաղ ներկայացրել էինք Գոռ Հարությունյանի հուզիչ հրապարակումը եղբոր մասին։
Մեռնում եմ, չեմ կարում, կյանքս, արևս, սիրունս, ջիգերս, ես ոնց եմ անելու, դու իմ ամենաուժեղ, ամենը, կյանքս, աղբերս, գրել է Գոռ Հարությունյանը։ Ցավակցում ենք ընտանիքին այս ցավալի կորստի համար։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, կյանքից անժամանակ հեռացել է սիրված պարոսուից պարող Պետրոս Սաֆարյանը։ Պետրոս Սաֆարյանը երկարատև հիվանդությունից հետո ընտրել է երկնային կյանքի ճանապարհը։ Պետրոս Սաֆարյանի մամայից հետո հայհայտնիներից շատերն են ինստագրամյան հարթակում հրապարակումներ անում վերջինիս մասնակցությամբ։ Դերասան Բեն Ավետիսյանը տարածել է Պետրոս Սաֆարյանի լուսանկարն ու գրել. «Պետ ջան, Աստված հոգիդ լույսերի մեջ պահի աղբերս»։ Դերասանուհի Մարինկա Խաչատրյանն էլ տարածելով Պետրոս Սաֆարյանի մասնակցությամբ տեսանյութ հետևյալ տողերն է գրել. «Տարիներ առաջ, երբ ներկա էի այս ելույթին, քո մասնակցությամբ երբեք չէի պատկերացնի, որ նույն չարաբաստիկ հիվանդությունը քեզ կխլի մեզանից։ Լույսերի մեջ մնաս, պետ ջան»։ Երգչուհի Լենա Ղազարյանը տարածել է Պետրոս Սաֆարյանի լուսանկարն ու գրել. «Աստված հոգիդ լուսավորի, Պետրոս ջան»։ Դերասանուհի Այդուլ Կարապետյանն էլ գրել է. «Պետո ջան»։ Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանն, ով Պետրոսի հետ ոչ միայն գոլեգաներ է եղել, այլ նաև ընկերն է եղել Պետրոսի, հրապարակել է կադրեր Շանթ հեռուստաընկերության անցյալի ստվերներ հեռուստանովելից, որտեղ ինքն ու Պետրոսը, Իզան և Ազատը կերտել էին իրենց դերը։ Ցավոք պիտի նշեմ, որ մեր լուսավոր Պետրոսը հեռացավ կյանքից։ Շնորհակալություն բոլոր սրտացավ ու հոգատար մարդկանց, ովքեր արձագանքել էին Պետրոսի բուժման համար կազմակերպած մեծ դրամահավաքին։ Հավատացեք, նա շատ էր ուրախացել ձեր վերաբերմունքից ու աջակցությունից։ Աստված հոգիդ լուսավորի, իմ լավ գործընկեր, ընկեր, տաղանդավոր, լուսավոր պայծառ մարդ, գրել է Անահիտ Կիրակոսյանը համատեղ լուսանկարին։ Կից նշենք նաև, որ ավելի վաղ հայտնել էինք, որ Ամալիա Հովհաննիսյանը հրապարակել է պարուսույցի լուսանկարն ու գրել. «Ինձ պատմեցին, որ այսօր արդեն պիտի բժշկական ինքնաթիռով բերեին Հայաստան։ Ցավոք չհասցրեց վերջին անգամ գրկել հարազատներին։ Կյանքը շատ անարդար է հենց այս անսպասելի լուծումների, առողջական խնդիրների ու անավարտ վերջաբանների համար։ Լույսերի մեջ մնաս»։ Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ մենք հայտարարությամբ էինք հանդես եկել, նշելով, որ հայհայտնիները խնդրում են գումար հավաքել և մեկ մարդու նման աջակցել Պետրոս Սաֆարյանին հայրենիք վերադառնալու համար։ Դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան էջում հրապարակում է արել այդպիսով ուշադրությունը հրավիրելով իր հետևորդների. «Ես դիմում եմ ձեր օգնությանը շատ ծանր և անհապաղ իրավիճակում։ Պետրոս Սաֆարյանը ներկայում գտնվում է Գերմանիայում և գտնվում է կյանքի համար վտանգավոր ծանր հիվանդության մեջ։ Նրա առողջական վիճակը արագ վատթարանում է, և այս պահին չափազանց կարևոր է, որ նրան հնարավորինս շուտ տեղափոխեն Հայաստան՝ իր հարազատների կողքին, որտեղ կարող է ստանալ անհրաժեշտ աջակցություն և բժշկական հսկողություն։ Անհրաժեշտ է միջազգային հոսպիտալային տրանսպորտ, որը մեծ ֆինանսական ծախսեր է պահանջում։ Այս պահին մեզ համար հնարավոր չէ ինքնուրույն հոգալ այդ ծախսերը։ Ձեր ցանկացած աջակցություն անմիջականապես կօգնի ապահովել անվտանգ տեղափոխումը։ Եվրոպայից Հայաստան 50,000 եվրո, սա սովորական թռիչք չէ, հատուկ թռիչք է։ Խնդրում եմ, միացեք այս կարևոր գործին և օգնեք Պետրոսին ժամանակին վերադառնալ իր հարազատների կողքին։ Շնորհակալ ենք ձեր կարեկցանքի և աջակցության համար։ Այս հաղորդագրությունը դերասանուհին տարածել է իր ինստագրամյան էջում, այդպիսով օգտագործելով իր մեծ լսարանը երիտասարդ տղային օգնելու